Պարույր Սևակը դպրոցական տարիներին իր ընկերների հետ գրադարաններ է թալանել։ Ինչ գրքեր էին գողացել պատանիները, որոնք այսօր ցուցադրվում են Գրողի տուն թանգարանում։ Ռաֆու վեպերը, որոնք արտագրել եմ, Դարվինի տեսակների ծագումը, մենագրություն Դավիթ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին, նույնիսկ ռազմական արվեստ և այլ դժվար ընկալվող գրքեր։ Պարույր Սևակն իր ինքնակենսագրության մեջ գրում է, որ ընկերներով կեսգիշերին իր ծննդավայր Չանախչիից ոտքով հասել են շրջակա գյուղերի դպրոցական գրադարանները և գողացել այս գրքերը գողության բոլոր կանոնների համաձայն։ Դեռ դպրոցական տարիներից ապագա գրողն անհագ կարդում էր իր ձեռքն ընկած ցանկացած գիրք։ Այդ դժվարին տարիներին, երբ չկար թուղթ ու մատիտ, հաճախ ամբողջ դասարանը մեկ դասագրքով էր սովորում, պակասում էին կրթված ուսուցիչները և սովորելու համար անհրաժեշտ պայմանները, Պարույր Սևակը ստեղծում էր անձնական գրադարան, որի համար և ինքն էր գրքեր գնում, և քաղաք գնացող եկողից էր խնդրում գրքեր բերել։ Գրքեր կարդալիս միշտ նշումներ էր կատարում մատիտով կամ գրիչով, և չարազ էր համարում այն գրքերը, որտեղ մատիտ պետք չէր գալիս, այսինքն հեշտությամբ մարսվող և մոռացվող էին։